Բարև ձեզ, CVK-ի եթերում զրուցելու ենք Սոնա Ղազարյանի հետ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Ղազարյան, մեր զրույցը սկսենք վարչապետի վերջին գրառմամբ, որտեղ նա ճանապարհային քարտեզն է հստակեցրել, թե ինչ պետք է տեղի ունենա Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո։ Նա ասում է, որ տեղապահ նշանակելուց հետո նաև պետք է Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու ֆինանսական թափանցիկությունը ապահովի եւ դրա համար երաշխիքներ լինեն, նաև նշում, որ Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու գործունեության համապատասխանությանը ՀՀ հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին ՀՀ օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարված հարկեր եւ տուրքերը ամբողջությամբ վերադասվեն Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցուն, այսինքն Տիկին Ղազարյան հարկային դաշտ եք մտցնելու եկեղեցուն։ Ես կասեի, որ վարչապետի գրառումը հերթական անգամ պետություն ունենալու մասին էր, որքանով որ գրառումը վերաբերել է եկեղեցուն, բայց սա պետության եւ ինստիտուտների փոխհարաբերության մասին գրառում է եւ ինձ համար շատ կարեւոր է, որ պետությունում գործող բոլոր իրավաբանական կազմակերպությունները, որոնք սահմանադրությամբ էլ օժտված են որոշ լիազորություններով, առավելություններով, գործեն պետության եւ պետականության սկզբունքի ներքո։ Ես հասկանում եմ, որ այս գրառումը կարող է մի փոքր նյարդ առաջացնել տարբեր քաղաքացիների մոտ, բայց կրկին, եթե մենք ուզում ենք, որպեսզի պետությունը կայանա, ապա ցանկացած ֆինանսական հոսք պետք է պետության համար տեսանելի եւ կառավարելի լինի, ի բարօրություն պետության անվտանգության համար եւ այս առիթով, եթե չեմ սխալվում, այնտեղ նաեւ գրառման մեջ կար եկեղեցու ապաքաղաքական լինելու մասին, այսինքն կարելի ասել մեծ հաշվով, որ սա սահմանադրական նոր սահմանադրության ընդունման օրակարգային հարցերից մեկը կարող է դառնալ, որքանով ենք մենք ուզում, որպեսզի եկեղեցին չգործի այնպես ինչպես կուսակցական տրամաբանությամբ, այնպես ինչպես հիմա է գործում, այո, որովհետև ըստ էության ցավով պետք է նշեմ, որ մի քանի հոգի փորձում են հայ առաքելական Սուրբ Եկեղեցին վերածել Հայաստան Դաշնքի նախընտրական շտաբի, մենք դա թույլ չենք տալու ի բարօրություն եկեղեցու եւ մեր պետության հարատեվության։ Տիկին Ղազարյան հենց անդրադառնալով նաև եկեղեցու ապաքաղաքական լինելուն, հիմա շատ են քննադատությունները, որ դուք ըստ էության ուզում եք ձեզ լոյալ կաթողիկոս, ձեզ լոյալ եկեղեցի եւ այս բոլոր քայլերը այդ տրամաբանության մեջ են։ Չէ, վարչապետը շատ լավ անդրադարձել է այս հարցին, հարց պատասխանի հետ կառավարության հետ խորհրդարանում, նպատակը մեկն է, քանի որ հայ առաքելական եկեղեցին մեր ինքնության կարևորագույն մասնիկն է, շատ կարևոր է, որ այն գործի անկախ, բայց երբ որ ես ասում եմ անկախ, ես նկատի ունեմ բառի բուն իմաստով անկախ, առանց որևէ այլ պետություններից ուղղորդման, եւ մենք կարող ենք ունենալ խորը կասկած, որ պայմանավորված եկեղեցին պատանդ պահող Կտրիչ Ներսիսյանի նա ենթարկվում է ալուժերի, հաշվի առնելով այն անձնական տեղեկատվությունը, որը կարողանում են այլ պետություններ օգտագործել իր իսկ դեմ եւ դրա համար եկեղեցու, հայ առաքելական եկեղեցում գործող մի քանի arczepiskopos-ների եւ եպիսկոպոսների կողմից նախաձեռնված նորոգման գործընթացը պետք է հասնի իր կարևոր հանգրվանին եւ ես վստահ եմ, որ մենք կկարողանանք բոլոր հավատացյալներով ազատագրել հայ առաքելական եկեղեցին։ Եթե կասկածներ կան, որ եկեղեցին ուղղորդվում է դրսից եւ դրսի հատուկ ծառայություններից, արդյոք դա ԱԱԾ-ի գործը չէ։ Եվ ուր են այում ԱԱԾ-ը։ Շատ լավ, ես կարծում եմ, որ անկախ իրավապահ համակարգը պետք է զբաղվի բոլոր այն մարտահրավերներով, որոնք ծառացած են հանրապետության առաջ եւ քանի որ եկեղեցին ունի մեծ դերակատարություն կրկին մեր ինքնության ձևավորման եւ պահպանման հարցում, ես կարծում եմ, որ իրավապահ համակարգը կարող է հաշվին նստել բոլոր այն ահազանգերի հետ, որոնք գալիս են եկեղեցու ներսուց նույնպես։ Եվ վերջում այս թեմայի վերջում նկատի ունեմ ապացույցը նրա, որ դուք փորձում եք ձեզ լոյալ եկեղեցի ու եկեղեցու վերնախավ ունենալ նաև, որ վարչապետը օրինակ գրել է, որ կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կանոնագրքի նախագծի մշակումի աշխատանքներին, հետևաբար այսպիսով դուք ցանկանում եք միջամտել եկեղեցու ներքին գործերին, որ սահմանադրությամբ երաշխավորում է, որ չպետք է դա տեղի ունենա։ Եթե ես չեմ սխալվում, եկեղեցական ժողովում կան կառավարության ներկայացուցիչներ, սա բնական է, որ կարող են խորհրդատվական ուրեմն կարծիքով հանդես գալ, բայց ես կարծում եմ նաև այն խորհրդարան
խորհրդանշական հանդիպումը, որ տեղի ունեցավ վարչապետի եւ arczepiskopos-ների միջև, ցույց դրեց այն, որ մեր անհանգստությունը կիսում են նաեւ եկեղեցու ներսում եւ օր առաջ պետք է հանգրվան ստանա խնդրի լուծումը, շատ կարեւոր է, որպեսզի մենք ազատագրենք մայրաթորը եւ սա իհարկե չի վերաբերում ինչ որ ֆիզիկական գործունեության, ինչպես գուժում էին որոշ արտախորհրդանական կամ խորհրդանական ուժեր, սա մաքուր քրիստոնեական կանոնադրության համապատասխան ընթացակարգ պետք է լինի եւ ես վստահ եմ, որ բարին հաղթելու է, որովհետեւ այլ ձևով մեր եկեղեցում անհնար է։ Տիկին Ղազյան նաև վարչապետը Հայաստանության օրերն է ասում պատարակից առաջ օրերքը հնչեցվի, նաև դրոշ տեղադրվի եկեղեցու ներսում կամ դրսում, ասում են այս քննադատությունը տեսավորների պահով ասում է դուք այդպիսով փորձում եք Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցին, որը համահայկական եւ աշխարհի մասշտաբով տարածված է, չափեր ունի կոպիտ ասած, հիմա դուք ուզում եք դարձնել ներհայաստանյան, որովհետեւ երբ որ դուք օրներն եք ասում, որ հնչեցվի պատարակից առաջ, դա բնականաբար Հայաստան հնարավոր է, բայց Հայաստանից դուրս դա հնարավոր չէ իրագործել եւ չի իրագործվի ու այսպիսով դուք կդարձնեք, որ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցին իր համահայկական եւ այդպես տարածական նշանակությունը կորցնի ու դառնա հայաստանյան, որը գիտեք Ադրբեջանի պահանջն է։ Մեր հայ առաքելական եկեղեցին չի կարող որևէ րոպե կամ վայրկյան դադարել լինելու համահայկական դերակատարություն ունեցող կարևոր օջախի եւ հատկապես Սփյուռքում մեծ առաքելություն ունի լեզվի պահպանման գործում եւ ես ուրախ եմ, որ նաեւ Հայաստանից դուրս arczepiskopos-ներ զբաղվում են նաեւ խաղաղության օրակարգի ջատագովմամբ, կան այդպիսիք եւ որևէ մեկը ընդհանրապես իզորու չէ անել այն, ինչ որ ուրեմն գուժում է անդիմությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունում կարող է հնչել եկեղեցում օրհներգը, ես այնտեղ որևէ խնդիր չեմ տեսնում եւ սա հենց այն տրամաբանության մեջ է, որ հարցազրույցի սկզբում ասեցի, մեր պետության, պետականության հետ հարաբերվելու մեր նոր մշակույթի հետ է կապված, եւ ես ասում եմ, որ նախկին իշխանությունները խլել էին մեզնից պետությունն ու պետականությունը, ես սա չեմ ասում, որովհետեւ կարող է լավ վերնագիր դառնա, ես դա տեսնում եւ զգում եմ, երբ որ նկատում եմ, թե ինչպես են մեր քաղաքացիները առհասարակ դիմադրում պետության ինստիտուտների կայացմանն ու գործելավոճին, որովհետեւ երբ որ դու իշխանություն ձևավորելու լծակ չունես, քո համանդրական իրավունքից օգտվել չես կարողանում, դու դիմադրում ես պետության եւ պետականության սիմվոլիկայի դեմ։ Եվ ես կարծում եմ, որ սա մի կոմպլեքս բարդույթ է, որը մենք պետք է հաղթահարենք միասին, եւ ես կարծում եմ, որ հարաբերությունների եկեղեցու հետ, այսինքն օրինակ ֆինանսների կառավարումը, որ վարչապետի գրառմամբ էր, մեր խոսակցությունում էլ նրա մասին է, որ հետ կվերադարձվեն հարկերը, նրա մասին է, որ պարզապես պետությունը պետք է գործի իր բոլոր ինստիտուտներով, որևէ մեկը չի ուզում հարկահապակցությամբ զբաղվել եկեղեցու նկատմամբ, բայց սա պետության եւ պետականության կայացման մասին է։ Եվ ես ակնկալում եմ, որ մեր քաղաքացիները հենց 26 թվականի ընտրություններին մասնակցելու են այս տրամաբանությամբ։ Եվ որ մենք վերադարձնենք իշխանությունը ժողովրդին, իր իսկական գրողին, կակնկալենք քվել հանուն նրա, որպեսզի ժողովուրդը այլևս չվախենա պետությունից եւ պետականությունից եւ չպայքարի դրա դեմ, այո։ Եվ ցանկացած սիմվոլիկ քայլ, որը կարող է նպաստել քաղաքացու մոտ պետության նկատմամբ վստահելիության աճին, ես դրա կողմնակիցն եմ։ Գնանք առաջ եւ անդրադառնանք Հայաստանի Հանրապետություն եւ Եվրամիություն հարաբերություններին, գիտենք, որ հաստատվեց ՀՀ եւ ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգը, դա տեղի ունեցավ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի ընթացքում, ստորագրման արարողությունը, Տիկին Ղազյան, ինչի մասին է դա, այդ նոր ռազմավարական օրակարգը, ինչ է դա նշանակում։ Դուք գիտեք, որ Հայաստանի Եվրամիություն իրավապայմանագրային հենքը ՍԵՊԱ-ն է, եւ դրանից անդին կար գործընկերության այլ համաձայնագիր, որը կարող ենք ասել, որ մենք Հայաստան եւ Եվրամիությունը իր հարաբերությունների դինամիկ զարգացման արդյունքում այլևս մեզ նախորդը չէր բավարարում, այսինքն որևէ փաստաթուղթ չի եկել փոխարինելու ՍԵՊԱ-ին, սա պարզապես առանձին փաստաթուղթ է, որը վերաբերում է Հայաստան-Եվրամիություն զարգացող օրակարգերին, որպեսզի ամփոփ մեր քաղաքացիներին ասեմ, սա վերաբերում է ինչպես օրինակ ապատեղեկատվության դեմ պայքարին, մեր տնտեսական անվտանգությանը,
Սա կարող է սա վերաբերում է ժողովրդավարական ռեֆորմներին, սա վերաբերում է ուրեմն դինամիկ կայուն զարգացմանը եւ դուք գիտեք, որ Եվրոմիության հետ մենք ունենք մի քանի օրակարգային կարևոր հարցեր, դա վիզաների ազատականացումն է, որի արդեն գործողությունների պլանը կա եւ այսինքն մենք տրամաբանական զարգացումն է ապրել։ Մենք գիտեք, որ պատվիրատու ենք նոր բիոմետրիկ անձնագրերի, որը կունենանք հուսանք հունիս ամսին առաջին բիոմետրիկ անձնագիրը, այո, հունիս ամսին, որը միայն այն փաստացի փաստաթուղթը չէ, ամբողջ data-ն, հա, թվային պահպանված տեղեկատվությունն է, որը պետք է ունենար պետությունը դեռ շատ վաղուց։ Մենք կարևոր հանգրվանի ենք հասել նաև ուրեմն տնտեսական դիվերսիֆիկացիայի օրակարգում, որովհետև ինստիտուցիոնալ փորձ մենք հենքի վրա դնել, որը ներառում է Իրանից ստանդարտների բարձրացում, ենթադրում է ուրեմն հավաստագրման ինստիտուտը, որը կարևոր է, որպեսզի մենք կարողանանք արտահանել մեր ապրանքները, այնպես չէ որ Հայաստանը ունի հետաքրքիր ապրանքներ Եվրոմիության համար արտահանման ենթակա։ Ուզում հիշեցնել, որ մենք ժամանակին օգտվում ենք GSP+ համագարկից, որը թերևս Եվրոմիության զարգացող երկրների համար է։ Այո, սոցիալական գործիք էր զարգացող երկրների համար եւ ինչ որ պահի Հայաստանը դուրս մնաց, որովհետեւ հնայի աճ ունեցանք եւ այստեղ մենք ակնկալում ենք, որ Եվրոմիությունը կարողանա այս սոցիալական գործիքը կիրառել որպես քաղաքական գործիք, ինչպես օրինակ։ Այսինքն մենք չնայած այդ ցանկից բարձր լինենք, բայց միևնույն է մենք էլ օգտվենք դրանից։ Այո, բայց հիմա այս պահին կառավարությունը արդեն փոխարինող ծրագիր առաջարկել է գրեթե 1 տարի է, եւ որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է ուղղորդել մեր տնտեսվարողներին դեպի ԵՄՇ-կա եւ այսպեսով սուբսիդավորելով հարկերը, որպեսզի ֆինանսապես մրցակցելի լինեն։ Ներողություն, այսինքն սուբսիդավորում է Հայաստանի պետական բյուջեի հաշվին, թե դա ԵՄ հետ ինչպես։ Չէ, սա ֆինանսավորում է մեր բյուջեի հաշվին։ ԵՄ-ի ֆինանսավորման են հսկայական փաթեթը, որ մի քանի անգամ թարմացվեց, հիմնականում էկոնոմիկայի նախարարության կամ կենտրոնական բանկի կողմից ուղղորդվում են փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, իսկ իմ ասած ծրագրի շրջանակներում հետաքրքրվել եմ էկոնոմիկայի նախարարությունից, թե ովքեր են այն գործարարները, որոնք հետաքրքրված են հիմնական տեքստիլին վերաբերող ոլորտներ են, որովհետեւ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն կա ԵՄ-ում։ Դուք գիտեք, որ Հայաստանում օրինակ Մոնգլեղ ֆիրման շարունակում է իր բաճկոնները եւ ոչ միայն կարել, այսինքն Վանաձորում կարում են, պիտակավորում եւ ուղարկում ԵՄ արտահանման, բայց ամբողջ նյութերը ներկրվում են ԵՄ-ի կողմից, այսինքն ԵՄ-ն շահագրգռված է նաև աշխատուժի զարգացմամբ այստեղ։ Մի շարք ծրագրեր են իրականում, սա ինչ եմ ասում, որովհետև մեր ակնկալիքը ԵՄ-ից քաղաքական է իհարկե նաև, բայց Եվրոմիությունը հստակ տնտեսական միություն է, որտեղ որ մուտք գործելու համար քո տնտեսական հզորությունը պետք է բավարար լինի։ Եվ այս ձևակերպումը ինձ թվում է ամփոփում է, որ մեր քաղաքական երազանքները իրականացնելու համար տնտեսական տարբերության ճեղքվածքը պետք է հաղթահարենք, այսինքն տնտեսական զորեղացումը դա պարզապես տնտեսության մասին չէ, դա մեր քաղաքական երազանքները իրագործելու գործիք է։ Վիզաների ազատականացումը եւ իհարկե մեր դիմակայունության ուժեղացումը, դուք գիտեք Եվրոմիությունը եւ եվրոպական ոչ անդամ պետությունների հետ միասին Սյունիքում հսկայական ծավալի ծրագրեր են իրականացնում Սյունիքին դիմակայությունը մեծացնելու համար, դուք գիտեք, որ Եվրոմիությունն եւ հյուսիս-հարավ ուրեմն ճանապարհի, այո, ֆինանսավորման մաս է եւ այստեղ կարեւոր է նշել, որ Եվրոմիությունում արտգործնախարարը խոսեց նաեւ Հայաստանի ակնկալիքի մասին Europe Gateway, այսինքն դարպասների, համաշխարհային դարպասների, եվրոպական դարպասների մաս լինելու, սա ըստ էության ամբողջովին տեղավորվում է Հայաստանի կողմից հռչակված խաղաղության խաչմերուկին։ Ես շատ ուրախ եմ նաև արձանագրել, որ Եվրոմիությունում հետաքրքրություն կա նաև TRIP նախագծի նկատմամբ եւ արևմտյան մեր գործընկերների աջակցությամբ մենք կարողանանք ապաշրջափակել, այստեղ արդեն խոսքը գնում է հենց ֆիզիկապես ապաշրջափակման, այսինքն ենթակառուցվածքների պատրաստման մասին։ Տիկին Ղազեն, քանի որ դուք ամբողջ սպեկտրը փակեցիք, բայց հիմա մանրամասնիկ որոշ իմաստով եկեք վերջից գանք TRIP-ից եվրոպական գործընկերները եւ անհատական պետությունները որքանով են շահագրգռված TRIP ուղով այնտեղ ներդրումներ կատարելու եւ ինչ որ կառավարմանը մասնակցելու, ինչպես նաեւ
այդ ճանապարհով անցնող բեռները, այսինքն այդ ճանապարհով իրենց բեռները անցկացնելու մասով։ Ես կարծում եմ, որ առհասարակ թե արևմուտք թե արևելք շատ մեծ հետաքրքրություն կա TRIP նախագծի նկատմամբ։ Մենք էլ այսօր գիտենք, որ Հայաստանի միջազգային հարցերով ներկայացուցիչը գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ կրկին խոսում է TRIP նախագծի իրավական կողմերի վերաբերյալ։ Այս իմաստով տեսնում եք Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն բոլորը խոսում են կարծես։ Խոսում են նաև մեր հարևանները, ես կարծում եմ, որ այս նախագծի նկատմամբ հետաքրքրություն կա Թուրքիայում միանշանակ, կա ասիական տարբեր երկրներում, որովհետև սա թերևս ամենակարճ ճանապարհն է, որ կարող է միավորել արևելքն եւ արևմուտքը, իսկ կարճ ճանապարհը նշանակում է ավելի մեծ եկամուտ։ Ես կարծում եմ, որ բոլոր պետությունները, մեծ կազմակերպությունները իրենց գործում են մեծ եկամուտներ գեներացնելու տրամաբանությամբ, շահի տրամաբանությամբ, եւ սա ըստ էության դառնալու է փոխշահավետ տրանսպորտային ուղի, որից շահելու է թե Ասիան, թե Ադրբեջան այն իմաստով, որ ստաբիլության պահպանումը կարևոր է լինելու մեր երկու պետությունների համար եւ դրանից անդին, այսինքն բոլորը շահագրգռված են լինելու խաղաղության պահպանմամբ եւ եթե ինձ հարցնեք, ես կարծում եմ, որ խաղաղության ամենամեծ երաշխիքը հենց ապաշրջափակումն է եւ մեծ տնտեսական հոսքերը։ Որևէ բան ավելի ամուր, որևէ պետություն ավելի ամուր երաշխավոր չի կարող լինել, քան տնտեսական հոսքերը եւ այս իմաստով թերևս մենք եւ Ադրբեջան պետք է առաջին շահագրգռված լինենք, որ այն տեղի ունենա։ Հայկական կողմը ակտիվ զբաղվում է, ես գիտեմ, որ ադրբեջանական կողմն էլ է ակտիվ շինարարությամբ զբաղվում, եւ ակնկալում ենք, որ օր առաջ կկարողանանք ապաշրջափակել մեր բոլոր, առհասարակ բոլոր երթուղիները։ Վիզաների ազատականացման հարցով դուք նշեցիք, որ 27 թվականի հունիսից կարող ունենանք բիոմետրիկ անձնագրերը, որը նախապայմաններից մեկն է վիզաների ազատականացման համար, բայց այնտեղ այլ նախապայմաններ եւս կան, այդ թվում քաղաքական եւ գիտենք, որ երկրներ կային եվրոպական, որոնք մտահոգություններ ունեին մեր քաղաքացիների ապահովագրության հետ կապված առողջապահական եւ տարատեսակ այդպիսի խնդիրներ, այդ խնդիրները լուծման արդյոք ճանապարհին են, կան արդյոք խնդիրներ, որոնք ավելի բարդ կլինեն լուծել եւ ժամկետներ մոտավորապես կարող ենք նշել, թե երբ կունենանք այդ ազատականությունը։ Այնինչ վերաբերում է սահմանների վերահսկողությանը, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս իմաստով խնդիր չունի, հատկապես որ մենք խոսում ենք օդային ճանապարհով, հա, եկեք մեր քաղաքացիների համար հստակեցնենք, որ Շենգենյան ազատ գոտի լինում է ցամաքային, օրինակ Բուլղարիան եւ Ռումինիան միացան, այո, մենք օդայինի, այսինքն վերահսկողություն այս սահմանի նկատմամբ լիարժեք իրականացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավապահ համակարգը։ Ինչ վերաբերում է առողջապահության համակարգին, այս հարցը կրկին հասցեագրվել է, խնդիրը այն է, որ եթե ուսումնասիրում ենք, թե Հայաստանի Հանրապետությունից ամենաշատ ինչ են մեկնում Եվրոպա եւ այնտեղ մնում, դա առողջապահական հարցերի լուծումն է, այս հարցը։ Այո, պատրվակով կոնե, այս հարցը կրկին հասցեագրված է ապահովագրության ֆինանսավորման հարցով, այստեղ ես կարծում եմ, որ առողջապահության նախարարությունը կգա պարզաբանմամբ, այսինքն ոչ թե խոսքը գնում է համընդհանուր ապահովագրությամբ, այս խնդիրը լուծել, այլ հստակ թիրախային խնդիրների լուծմամբ։ Ինչ վերաբերում է այստեղ նաև պետք է նշել այն օրենքների փաթեթը, որ պետք է խորհրդանը ընդունի, ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև Հայաստանը եւ Եվրոմիությունը կիսում են նույն ժողովրդավարական օրակարգերը եւ չկա որևէ արժեքները եւ չկա որևէ բան, որ Հայաստանը անում է, որպեսզի ստանի վիզաները։ Մենք անում ենք, որովհետև մենք ունենք այո, մենք ունենք այդ օրակարգը, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ու կուսակցությունն միշտ հանդես են եկել որպես մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ եւ այստեղ ես կարծում եմ, որ սա ի ցույց է դնում հերթական անգամ, որ Հայաստանը գրում է եվրոպական արժեքների այս ամբողջ բույլը։ Եվ Տիկին Ղազարյան, խոսենք նաև Հայաստան Եվրամիություն տնտեսական համագործակցության մասին, դուք խոսեցիք, բայց մեր բիզնեսը ինչու, տեսեք, ինքը բիզնեսը ընդհանրապես ադապտանալու այդպիսի ֆորմուլա ունի, որ ինքը նոր պայմաններին արագ փորձում է ադապտանալ, ճկուն է։ Հիմա Եվրամիության հետ հարաբերությունները ինչու դա չի դրսևորվում, թե դրսևորվում է, ուղղակի մենք չենք տեսնում, ինչու ստանդարտները չեն տրվում այնպեսի, որ պետությունը չմիջամտի ուղղակի, որ ասի, տեսեք, եվրոպական ուղղություն կա, բիզնեսը ինքը տեսնի, որ եվրոպական ուղղություն կա, այդտեղ աշխատելու դաշտ կա, եկամտաբերը եւ գնա։ Եկեք ձեր հարցը մի քանի մասի բաժանենք, իներցիան։ Այդ իներցիան շատ մեծ խնդիր է եւ Վրաստանը ստացավ մուտք դեպի եվրոպական շուկա, իրենք տեսնում էին ուսումնասիրելով իրենց տնտեսվարողների արտահանման դինամիկան, որ դեպի Ռուսաստան ուղղությունը շարունակում էր հեճուկս պատերազմի, որովհետեւ գոյություններ իներցիա կապեր եւ այլն։ Այսինքն ժամանակ է տանում միջև
տնտեսվարողը սովորում է ուղղորդել, հետո հաշվի առնելով եվրոպական բյուրոկրատիան։ Այդ ժամանակ ես հիշում եմ, որ Բրյուսելից հատուկ պատվիրակություն մեկնեց Վրաստան, որը օգնում էր տնտեսվարողներին լրացնել այդ բոլոր փաստաթղթերը, այսինքն մենք իներցիան ունենք։ Երկրորդը սահմանի բացակայությունը, եկեք, այո, իհարկե ԵԱՏՄ հետ ունենք սահմանի բացակայության հարց, բայց այստեղ կարծես շուկան սովորել է ճանապարհը գտել է եւ որ բացվեց այս Ադրբեջանով Վրաստանով ճանապարհ, տեսեք միանգամից բիզնեսը ինչպես արագ կողմնորոշվեց։ Այսինքն ահռելի դերակատարություն կունենա Թուրքիայի սահմանի բացումը եւ մենք ակնկալում ենք, որ Թուրքիան օր առաջ գիրագործի Վրաստանը ասել է, որ միանվագ կթույլատրի առանց վճարի օգտվել իր տարածքով եւ նավթամթերքի ներմուծել Հայաստանում։ Այո, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ մեզ միշտ պետք են այլընտրանքային երթուղիներ մեկ ուղղությունից կախվածությունը անկախ որ պետություն է կախվածությունը նվազեցնելու համար։ Եվ ինչ վերաբերում է բիզնեսին, ես միշտ հիշում եմ, որ երբ որ ասոցիացիան համաձայնագիրը դեռ այն ժամանակ բանակցվում էր 13 թվականին, հետաքրքրություն կար, ահռելի հետաքրքրություն հայկական ջրի նկատմամբ, եւ ես միշտ այդ օրինակը սիրում էի բերել, որ ջուրը կարող ենք արտահանել եւ որ շիշը հարմարեցված կլինի բացիչը եւ 2 օր առաջ ես 2 շիշ եմ նկատել Հայաստանի շուկայում, մեկի վրա հստակ գրած էր, որ ինքը ամբողջությամբ համապատասխանում է ԵՄ դիրեկտիվաներին, այսինքն արտահանման ենթակա դիրեկտիվայի համար գրած էր, այսինքն բիզնեսը սկսել է նկատել հնարավորություն եւ շանս է նկատել հատկապես կառավարության գործիքակազմից, որ ասում եմ մաքսի ուրեմն սուբսիդավորման, այսինքն հնարավորություն է նկատել համագործակցում է պետության հետ եւ երկրորդը ավելի նուրբ պլաստիկից, բայց շիշը կախով էր մնում, այսինքն այն ինչ պահանջ է կապարիչ, այո, բացիչը ախված էր մնում, այսինքն սկսել են ադապտացվել հնարավորություն տեսնելով արտահանել դեպի Եվրոմիության շուկա այն ապրանքները, որոնց նկատմամբ ԵՄ-ում իրապես հետաքրքրություն կա։ Եվ քանի որ Եմեն նույնպես տրանսֆորմացվում է փոփոխությունների փուլի մեջ է մտնում եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները են կարծես փոխվում Թրամփի գոյությամբ պայմանավորված եւ գիտենք որ անվտանգության հիմնական երաշխիքը Եվրոմիության եղել է Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, բայց հիմա այդտեղ էլ ինչ որ հարց չի ամեն ինչ, այնտեղ ինչ է սպասվում եւ մարդիկ շատ տարապացած են, արդյոք նպատակահարմար ընդհանրապես Եվրոմիության հետ գործ բռնելը դեպի Եվրոմիություն գնալը, որովհետեւ դա անվտանգային խնդիրներ արդյոք լուծում է թե ոչ, թե գուցե հարուցում է նոր անվտանգային խնդիրներ։ Շատ լավ, այս խոսակցությունը իրականում անվտանգային ԵՄ անվտանգային գործիքակազմի վերաբերյալ կա Եվրոմիության ներսում նույնպես եւ ես հիշում եմ, որ ԵԽԽՎ-ը մի տարի առաջ հենց Լյուքսեմբուրգի վարչապետին այս հարցն է ուղղել, որ արդյոք հաշվի առնելով լարումը քաղաքական գործիչների մոտ կարող է ինչ-որ բան փոխություն կրի ՆԱՏՕ-ն, բայց ես շատ ողջավորված էի Լյուքսեմբուրգի վարչապետի պատասխանից առայն, որ անկախ անհատներից այնքան ուժեղ են ինստիտուցիոնալ մեխանիզմները, որ դժվար թե, եւ ես իսկապես մի տարի անց նկատում եմ, որ Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները կարողանում են համագործակցության եզրեր գտնել եւ ամեն ինչ այնքան դժվար չէ, որքան որոշ հակաեվրոպական ուժեր բուժում էին, այո։ Այս իմաստով Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները ունեն համընդհանուր շահեր բնականաբար, համընդհանուր հետաքրքրություններ, համընդհանուր մարտահրավերներ, արդյոք Եվրոմիությունը անվտանգային կառույց է, բնականաբար ոչ, եւ այստեղ որևէ մեկը մեր քաղաքացիներին չի պատրաստվում մոլորեցնել, սա թերևս Եվրոմիության մասին ամենատարածված սուտն է, որ արկա է մեր քաղաքացիների մոտ ըստ հարցումների, բայց մեր պես փոքր պետությունների համար անվտանգությունը դա միայն այն ռազմական ֆիզիկական անվտանգությունը չէ, որ շատ հաճախ պետությունների ղեկավարները կամ քաղաքացիները պատկերացնում են։ Հայաստանի բարագայում անվտանգություն դա է տնտեսական դիվերսիֆիկացիա, դա էներգետիկ անվտանգությունն է, այսինքն կախվածությունը քչերից վերաձևակերպել կախվածություն շատերից, հենց այն բանաձևն է անվտանգային, որով պետք է մենք առաջնորդվենք։ Եվ ապա շրջապակումը ամբողջությամբ տեղավորվում է այս բանաձևման մեջ։ Ոչ մեկ չի ասում, որ Եվրոմիություն մտնելով մենք ինչ-որ անվտանգային երաշխիքներ ստանալու ենք, ռազմական առումով, ինչպես դա շատերը պատկերացնում են, բայց ուզում հիշեցնել, որ սառեցված ՀԱՊԿ անդամակցությամբ Հայաստանը կարողանում է առանձին ԵՄ անդամների հետ, որոնք ՆԱՏՕ անդամ են, ձևավորել կարևոր հարաբերություններ, ձեռք բերել զենք, ինչպես նաև մասնակցել տարբեր զորավարժություններին եւ իհարկե դրա այս տրամաբանության մեջ է մտնում նաև Միացյալ Նահանգների
եւ Հայաստանի համատեղ զորավարժությունները։ Այստեղ ուզում եմ ավելացնել երկու շաբաթ առաջ ուրբաթ օրը խորհրդանը վավերացրեց կարևոր համաձայնագիր, որը վերաբերում է Եվրոմիության առաքելություններին, դրանք կլինեն քաղաքացիական թե ռազմական, մենք գիտենք, որ Եվրոմիությունը տարբեր տեղեր ունի, նաեւ ռազմական զինված առաքելություններ։ Սա մենք արել ենք, որովհետեւ ոչ միայն ուզում ենք ԵՄ սպառող լինենք անվտանգային այս գործիքակազմի, ինչպիսին օրինակ քաղաքացիական առաքելությունն է Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլ մենք ուզում ենք նպաստել այդ առաքելություններին ձևավորման գործընթացին, ինչը իհարկե ընդհանրելու է փորձի փոխանակում, մենք կկարողանանք տարբեր գործիքներից սովորել օգտվել եւ կարևոր դերակատարություններ ունենալ այս առումով նույնպես։ Եվ վերջում Տիկին Ղազարյան տարածաշրջանային նայեցում թե Եվրոասոցիացիում, որովհետեւ դուք երկուսն նշում եք ձեր ռազմավարության մեջ ուսակցության եւ այն բոլոր մարդիկ, ովքեր գիտեն ինչի մասին է Եվրոմիությունը, չպետք է հակադրեն այս երկու երևույթները։ Եվրոմիությունը նախ եւ առաջ տարածաշրջանացման մասին է, մեր տարածաշրջանում մենք ունենք Թուրքիան, որը Եվրոմիության մաքսային միության անդամ է, ունենք Վրաստանը, ով տեխնացու անդամ է, եւ ունենք Ադրբեջան, ով կարևոր տնտեսական եւ էներգետիկ հարաբերություններ է ձևավորում, որը թշնամական հարաբերությունների մեջ է արևմուտքի հետ։ Ունենք Իրան, որը բանակցում է այնուամենայնիվ արևմուտքի հետ, հավաքական արևմուտքի հետ, մենք ականատես եղանք այս շրջանում մի քանի բանակցային փուլեր եւ ես կարծում եմ, որ մեր շահից է բխում չհակադրել դրանք, այլ փորձել բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությամբ առաջնորդել մեր պետությունը դեպի իրական անկախություն։ Բայց եթե մենք դառնում ենք Եվրոմիության անդամ, որը մեր նպատակների մեջ եւ մենք այդպիսի օրենք ենք ընդունել նաեւ խորհրդարանով, ապա մենք ունենում ենք սահման Իրանի հետ, իսկ Եվրոմիությունը ունի պատժամիջոցներ Իրանի նկատմամբ, հիմա մենք միանալու ենք այդ պատժամիջոցներին օրինակ կամ ապագա պատժամիջոցներին կամ փակելու ենք սահման Իրանի թե ինչ։ Շատ ճիշտ է, որ Եվրոմիությունը շատ խիստ արտաքին քաղաքականություն ունի, որը ակնկալում է, որ տեխնացու պետությունները պետք է ամբողջովեն սինխրոնիզացնեն իրենց վարվող քաղաքականության հետ։ Մենք խոսել ենք մեր հավակնությունների մասին, բայց դուք գիտեք, որ այդ հավակնությունները բավարարելու համար մեզ բավականին տնային աշխատանքի հարկավոր։ Տնային աշխատանքը կատարելուց հետո ես սիրով արձագանքեմ, թե ինչպես կարելի է առաջնորդվել եւ լուծել այս մարտահրավերը նույնպես։ Եվ դեռ տարիներ կան Եվրոասոցիացմանը կամ Եվրոմիության անդամ տարում, միգուցե Իրանի հարաբերությունները Եվրոպայի հետ փոխվեն։ Շատ տարբեր դինամիկ զարգացումներ կարող են լինել, բայց տնային աշխատանքը ահռելի է եւ ուզում հիշեցնել մեր քաղաքացիներին, որ չկա գետ մեկ այնպիսի պետություն, որ առանց ասոցիացիան համաձայնագրի անդամակցել է ԵՄ, այդ առումով մենք դեռ ասոցիացիան համաձայնագիր նույնպես չունենք, այո։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան։ CBK-ի եթերում զրուցեցինք Սոնա Ղազարյանի հետ, ցտեսություն կհանդիպենք։